բարեփոխումների ընթացքին։ Խնդրեմ պարոն նախարար։ Հարգելի հայրենակիցներ, նախ ուրախ եմ այս ձևաչափով ձեզ հետ հաղորդակցվելու համար։ Շատ կարևոր եմ համարում այս ֆորմատը ձեր կողմից հարցերի հնչեցումը եւ մեր կողմից դրանց լուծումների կամ ընթացքի մասին պատասխանները հնչեցնելուց եւ օգտվելով առիթից ես մի շարք հարցերի կուզեմ անդրադառնալ, մասնավորապես սա լավ հարթակ է, որ կարողանանք մեր ընթացիկ բարեփոխումների մասին ինֆորմացիա հաղորդենք հանրությանը եւ ես թերևս այսօր կանդրադառնամ մի քանի կարևոր ուղղությունների։ Դրանք բխում են Հայաստանի Հանրապետության բանակի կերպափոխման հայեցակարգից եւ նպատակ ունեն մեր բանակը ավելի ուժեղ ու պաշտպանունակ դարձնելուն։ Նախ կրթությանն եմ ուզում անդրադառնալ։ Գիտեք, որ վերջին տարիներին մենք էական փոփոխություններ ենք արել կրթության ոլորտում։ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան, որ հանդիսանում է մեր սպաների ձևավորման հիմնական կրթօջախը, մենք մի շարք սոցիալական եւ խրախուսական մեխանիզմներ ենք ներդրել եւ եւս մի անգամ ես ուզում եմ հնչեցնել դրա մասին, որ հասարակության ավելի լայն շրջանակներ սրա մասին տեղեկացված լինեն։ Նրանք ովքեր գիտեն, տեղեկացնեմ, որ արդեն իսկ հաջորդ տարի 26 թվականին մենք կունենանք առաջին շրջանավարտները, ովքեր ավարտելուց եւ նշանակում ստանալուց հետո կունենան բնակարան, այսինքն սպան, որը կնշանակվի X օրամասում ծառայության, միանգամից իր կողմից արդեն վաղօրոք ընտրած բնակարանը կստանա, որը նա կարող է օգտագործել իր ծառայության ողջ ժամկետի ընթացքում, մի իրավունք չի ունենա ընդամենը այն վաճառել։ Ամբողջությամբ բնակարանը կլինի նրանը, կարող է վարձակալության տալ, կարող է այնտեղ ինքը բնակվել, ընտանիքի անդամները, այսինքն ըստ էության միայն վաճառքի իրավունքից է զրկված լինելու։ Սա շատ կարևոր հանգամանք եմ համարում, որովհետև այսօր էլ մեր շատ սպաներ ծառայող շարունակում են բնակարանի խնդիր ունենալ եւ մեր բարեփոխումների մի զգալի հատվածն էլ նախկինում կուտակված այս խնդիրները լուծելուն են միտված եւ հիմա լայն հնարավորություն է ստեղծվել ապագա սպաների համար, որ նրանք սոցիալական այս կարևոր խնդիրը լուծած մտնեն կյանք։ Եվ կոչ եմ անում մեր հանրությանը, մեր պատանիներին որոշում ընդունել դառնալ սպա, որովհետև բացի բնակարանային ապահովությունը, մենք նաև երաշխավորում ենք բժշկական ծառայություն, ապագայում դա կդառնա բժշկական ապահովագրություն, ինչպես նաև բարձր աշխատավարձ եւ կարծում եմ հասարակության մեջ քաղաքացին իր տեղը գտնելու համար կարող է այս կարևոր որոշումը ընդունել եւ դառնալ մեր հասարակության թերևս իմ դիտանկյունից ամենապիտանի մասնագիտություններից մեկը զինվորականի եւ սպայի բարձրագույն կոչումը ստանալու։ Մյուս հարցը, որը նույնպես կարևոր է բարեփոխման մեր կարևոր բաղադրիչներից է, պրոֆեսիոնալ բանակի ստեղծումն է եւ այս ճանապարհին մենք ունենք մի շատ կարևոր ծրագիր, որը կոչվում է Պաշտպան հայրենյաց։ Շուրջ 2 տարվա ընթացքում մեր շարքերն են համալրել ժամկետային շարքային 4225 զինծառայող, ովքեր այլևս պայմանագրային զինծառայողներ են եւ նրանք պայմանագիր են կնքել Պաշտպանության նախարարության հետ 5 տարով եւ առաջիկա 5 տարիների ընթացքում նրանք լինելու են մեր բանակի հիմնական կազմը, ում վրա մենք մեծ շեշտ ենք դնում եւ կրկին անգամ կոչս է հանրությանը, որ իրենց տղաներին բանակ ուղարկելուց նույն երիտասարդներին, ովքեր զորակոչվելու են բանակ, ուշով ուսումնասիրել այս ծրագիրը, այն ենթադրում է 6 ամիս ուսումնական զորամասում ծառայություն անցնելուց հետո անցնել պայմանագրային ծառայության 5 տարի պայմանագրով, ստանալ երաշխավորված բարձր աշխատավարձ, իհարկե եթե ֆիզիկական պատրաստությունը եւ գիտելիքները բավարարում են, որպեսզի նրանք ատեստավորվեն, այսինքն ատեստավորման արդյունքում երիտասարդները կարող են ստանալ զգալի աշխատավարձ։ Եվ քանի որ խոսեցի ատեստավորման մասին, մեր մյուս կարևոր բարեփոխումը դա զինված ուժերի բանակի բոլոր պայմանագրայինների ատեստավորումն է, այսինքն շարքային կազմից մինչև գլխավոր շտաբի պետի տեղակալներ։
Սա հնարավորություն է տալիս նրանց ատեստավորման արդյունքում ստանալ բավականին բարձր աշխատավարձ, շուրջ 205-ից մինչև 470,000 դրամ աշխատավարձի մասին է խոսքը, որպես հավելյալ նկատի ունեմ, այսինքն գործող աշխատավարձին կավելանա 205-ից մինչև 470,000 դրամ աշխատավարձ։ Այսօր մենք ունենք բազմաթիվ երիտասարդներ, պայմանագրայիններ, հասուն սպաներ, ովքեր բավականին բարձր բավարարում են ստանում եւ լուծում են իրենց սոցիալական եւ կենցաղային հարցերը, ինչը հնարավորություն է տալիս նրանց ավելի ներգրավված լինել զինվորական ծառայության մեջ ավելի պակաս հոգսերով եւ սա իհարկե շատ կարեւոր մոտիվացիա է զինվորական դառնալու կամ զինվորականի մասնագիտությունը ընտրելու ուղղությամբ։ Հարգելի հայրենակիցներ, ես իհարկե դեռ երկար կարող եմ թվարկել, ինչպիսի բարեփոխումներ են իրականացվում բանակում, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք հիմա հնարավորություն ենք ունենալու լսել ձեր հարցերը եւ ավելի թիրախային արձագանքել դրանց, ես այսքանով կավարտեմ իմ ելույթը եւ կխնդրեմ արդեն անցնենք հաջորդ ֆորմատին։ Շնորհակալություն, պարոն նախարար։ Խնդրեմ տեսահարցերը